Տիկին Ավանեսյան, մի նյութի հետ կապված ձեր կարծիքն եմ ուզում ասեք հետքներ հրապարակել այդ մասին, որ հնդկական դեղեր են Հայաստան եկել ուռուցքաբանության հետ կապված եւ հենց առողջապահության նախարարությունն է թույլտվություն տվել այդ ընկերությանը, բայց դեղերը պարզվում է բավական անարդյունավետ են։ Ինչու է թույլտվություն տվել, եթե որակը պարզել եւ ինչ անգամ։ Ես վերում եմ։ Հետքը ինչպես կարող է պարզել դեղի անարդյունավետությունը, հետքը ունի լաբորատոր կարողություններ։ Ես ծանոթ չեմ հոդվածին, բայց ինքը հարցը արդեն խնդրահարույց է։ Հետքը չի կարող, ուրեմն դեղի անարդյունավետության հետ կապված եզրակացության գալ։ Ես իհարկե կծանոթանամ ինչումն է բանը, բա ով պիտի տար, առողջապահության նախարարությունը պիտի տար թույլտվություն ներկրման եւ ես նորից եմ կրկնում, պետք չի թիրախավորել որևէ երկրի արտադրություն եւ այստեղ պետք է շատ զգույշ լինենք։ Հնդկաստանում այսօր արտադրվում է ամբողջ աշխարհի մի օրինակ բերեմ պատվաստանյութերի 60%-ը եւ դրանք բարձրակարգ արտադրություն են։ Եթե կա կոնկրետ որևէ դեղի հետ կապված, կխնդրեմ գրավոր դիմել մեզ, մենք կիրականացնենք մասնագիտական փորձաքննական աշխատանք եւ արդյունքի մասին իհարկե մեր քաղաքացիներին տեղյակ կպահենք, բայց պիտի լուրջ մոտենալ։ Ես որևէ բան առումով խնդիրներ ունեն։ Ես որևէ բան չհերքեցի, ես ասեցի, դուք ասում եք հետքը ասում է անարդյունավետ է, հետքը չի կարող նման պնդում անել, չի կարող նման պնդում անել, տեսեք, դեղի, որակի։ Ասեք, տիկին նախարար, եթե կարծում եք, որ այդպես չի, եթե թույլտվություն եք տվել ընկերության, նշանակում է դուք պետք է փորձարկություն անցած։ Ես մինչև հոդվածին չծանոթանամ, որևէ հավելյալ բան չեմ ասի։ Նորից կրկնում եմ, դեղի որակի հետ կապված կարող է եզրակացություն տալ միայն մասնագիտական կառույցը, որը ունի փաստաթղթերի փորձաքննության եւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքներ։ Այսքանը։ Կներեք, տիկին նախարար, հիմա քանի որ արդեն կա, հա, այդ դեղերի շուրջ քննարկում հնարավոր է նախարարությունը նախաձեռնի ինչ-որ ուսումնասիրություն։ Անպայման, բայց ինչպես կարող է հոդվածը տվել, մենք չանդրադառնանք, միանշանակ իհարկե։ Փորձաքննության կընթացվի մանկական դեղերի հետ կապված է։ Ժողովուրդ ջան, ինչ կապ ունի մանկական մեծահասակների դեղերի հետ կապված որևէ հաղորդումը մենք միանշանակ դիտարկում ենք եւ ունենք մի մեծ կառույց մասնագիտական, որը հենց դրանով է զբաղվում։ Պիտի նշեմ, որ վերջերս անցյալ տարի հագեցվել է այդ ուրեմն դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջ լաբորատոր կարողությունները եւ մենք ինքներս հետեւողական կլինենք բարձելու, բայց նորից եմ կրկնում, պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելու առումով։ Տիկին նախարար, կան տեղեկություններ, որ հնարավոր է առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները միավորվեն, այս հարցը նաեւ պարոն Թորոսյանին ենք տվել, դուք ինչպես եք մեկնաբանում։ Ինչ ասեց միավորվել։ Դուք ասեք, հետո կասեք։ Ես նման տեղեկություններ չունեմ, նման քննարկումների, անգամ քննարկումների մասին լուր չունեմ, լսել եմ էլի մամուլից եմ նրան կարծիքներ լսել։ Արսեն Թորոսյանին էին տեսնում ըստ մամուլի շրջանառող լուրերի, որ սուպեր նախարարն է լինում։ Այս առումով եւս մտահոգություն չունեք, որ դուք բացարձակ։ Ես կարծում եմ, որ պարոն Թորոսյանը շատ լավ առողջապահության նախարար է եղել եւ հիմա էլ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար է։ Ես կարծում եմ, նրանք ունեն իրենց կոնկրետ գործառույթներն ու եւ շրջանակը, առողջապահության նախարարությունը իր եւ որևէ անգամ նախկինում, երբ որ մեր կառավարությունը նոր էր ձևավորվում 19 թվականին, նման խոսակցություններ չեն եղել եւ ըստ էության չեն էլ կարող լինել։ Շատ տարբեր են դրանց շրջանակները։ Տիկին նախարար, կորոնավիրուսային այդ համավարակի իրավիճակը Հայաստանում ինչպես է, արդյոք դեռ պարտադիր է պատվաստվելը թե ոչ, եւ եթե նախկինում են թեժ շրջանում, որ արդեն մի անգամ օրինակ պատվաստվել են, հիմա պետք է յուրաքանչյուր տարի պատվաստվեն թե ոչ։ Տեսեք, վաղուց ի վեր մեզ մոտ պատվաստվելու պարտադիրություն չկա եւ որևէ հիվանդության դեմ, բայց իհարկե մասնագետները խորհուրդ են տալիս որոշակի ժամանակը մեկ ունենալ այդ բուստեր դեղաչափերը։ Պետք է ասեմ, որ մենք եւս ուսումնասիրում էինք կարիքը, ցանկությունները, որովհետեւ այստեղ էլ եթե գնում ենք իրականացնում, պիտի հասկանանք նաեւ դրա արդյունավետությունը ինչքանով է։ Մեր եզրակացությունով այսօր շրջանառվող շտամը, օմիկրոն շտամը բավական այսպես
թեթև է ընթանում սովորական գրիպին բնորոշ ախտանշաններով, բայց պետք է իհարկե աչալուրջ լինել եւ ցանկացած ախտանշանների պարագայում, անկախ դրանից դա կլինի կովիդից թե սուրճ շնչական այլ վարակների պարագայում, պետք է շատ ուշադիր լինել, հետևել բժիշկների խորհուրդներին եւ փորձել նաեւ կանխարգելիչ առումով դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ։ Գրիպի պատվաստանյութի մասով ասեմ, որ մեր մոբիլ ծառայությունը բավական լավ արդյունք է տալիս եւ մենք այս տարի առաջին անգամ սեպտեմբերին արդեն ունեինք գրիպի պատվաստանյութերը եւ արդեն իսկ մեծ թվով քաղաքացիներ պատվաստվել են, եւս մեկ անգամ հորդորում եմ, ինչքան շուտ պատվաստվենք, այնքան ավելի պաշտպանված կլինենք։ Իսկ նախարարությունը հորդորում է կամ կոչանում է գնալ եւ COVID-ի դեմ պատվաստվել, մամուլում այդպիսի հրապարակումներ կային։ Չկա նման հորդոր չի եղել, ես եթե չեմ սխալվում, այս պահին մենք չունենք էլ չենք ձեռք բերել պատվաստանյութ, որովհետեւ նորից եմ կրկնում, նաեւ դա նայում ենք միջազգային գիտական հոդվածների, ինչքանով է ծախսարդյունավետ այս առումով, դրա համար նման հորդոր չի եղել։ Տիկին Ավանեսյան, երբ նախորդ Կիրակի ձեզ տեսանք մի հատ էլ դա մեզ ոլորտի հետ կապված նոր անցնենք այն։ Բա ժողովուրդ, այս կարևոր հարցից հարց չեք տալիս բյուջեի մեր։ Կանդրադառնանք։ Նախադեպ եւ պատմական մենք ֆիքսեցինք։ Իսկ կա արդյոք այլ վիրուս Հայաստանում թե ոչ, որ ինչ որ կոկորդի հետ կապված խնդիր է առաջացնում, քիթ կոկորտ ականջաբաններից մեկն էր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել, որ սա նոր վիրուս է, որը տարածվում է։ Տեսեք, նախ սուրճ շնչական վարակները ունենում են տարբեր ձևեր եւ այս առումով մենք մոնիտորինգ իրականացնում ենք թե բժշկական կենտրոններում թոքաբորբով օրինակ դեպքերի պատճառներն ենք ուսումնասիրում, դետքային հետազոտություններ ենք անում եւ այս պահին որևէ ինչ որ անհանգստացնող կամ սովորական վիրուսային գրիպներից բացի այլ շնչական վարակների մասով պատկեր չունենք։ Եթե ունենանք, վստահ եղեք, առաջինը մենք շատ արագ կհրապարակենք եւ այդ ընկալումով կա, որ ամեն տարի ասում ենք, այս տարվա գրիպը շատ ավելի ծանր է եւ հենց դա է, որ այո, վիրուսներն էլ դառնում են շատ ավելի անընկալունակ դեղամիջոցների եւ այլ բաների նկատմամբ, դրա ամենակարևորը պատվաստվելն է, որովհետեւ ամեն տարվա պատվաստանյութը հենց կոնկրետ տարվա շտամերի դեմ է պայքարում։ Ես իմ հարցը վերադառնամ, Տիկին նախարար, վերջին Կիրակի, նախորդ Կիրակի, որ դուք մասնակցում եք պատարագին, կրկին համացանցով ակտիվ շրջանառվում էր այն տեղեկությունը կամ հիշեցնում էին հերթական անգամ, որ դուք առաքելական եկեղեցու հետևորդ չեք, ձեր ամուսնու գործոններին շրջանառում, որ ավետարանչական եկեղեցու հետևորդները ինչ գործոն են, օրինակ եթե նույնիսկ դա այսպես ասած կեղծ պատարագ է։ Իսկ հրապարակողները որտեղից գիտեն, որ ես Սուրբ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ։ Շատ հետաքրքիր է, այդ ինչից են ենթադրություններ արել։ Ես ինքս մկրտվել եմ Սուրբ Զորավորի եկեղեցու եւ հանդիսանում եմ մեր առաքելական եկեղեցու հետևորդ։ Իսկ թե իմ ամուսինը ավետարանչական է, դա կարծում եմ որևէ այստեղ առնչություն չունի։ Բախում չկա ձեր կրոնական։ Իմ ամուսնու կրոնական հայացքների։ Ամենևին հիանալի հարաբերություններ ունենք եւ սիրով եւ խաղաղությամբ ապրում ենք։ Ունենք 3 երեխա։ Բայց այնուհանդերձ պատարակը, որ Մայրաթորի կողմից կարգալույց հռչակված արդեն հոգևորականի կողմից էր, չգիտեմ ինչպես է ձևակերպվում, հարցը պետք է հոգևորական ասել, թե չէ ամեն դեպքում Մայրաթորը կարգալույց արի, դուք ինչպես եք վերաբերում դրան։ Դե ըստ էության կարգալույց անելու հիմքերը, ուզում եմ հասկանալ որն են եղել հիմքերը, որ կարգալույց արվել, եւ ըստ էության Տեր Արամն էլ շատ հստակ կերպով ներկայացվեց, որ չի ընդունվում կարգալույց անելու այդ, չգիտեմ, այդ ծանուցումը թե ինչ է, նրան չեն լսել եւ հիմքերն էլ ըստ էության չեն կարող լինել նրան կարգալույց անելու։ Ես առաջին անգամ չէ որ հովանավանքում էի եւ վերջին տարիներին առիթ ունեցել էի լինելու այնտեղ եւ նորից պիտի կրկնեմ, որ համայնքի նաեւ վերաբերմունքը, նրանց այն սերն ու հարգանքը, որ վայելում է Տեր Արամը, իսկապես բացառիկ է եւ այդ օրն էլ գյուղի բնակիչների հետ շփումները եւս մեկ անգամ դա հաստատեցին, որ համայնքը Այդ Կիրակի եք գնալու։
Գիտեք, գնալու եմ, ինչու եմ նաև գնալու, որովհետև առիթ ունեցա մի քանի տուն մտնելու եւ խոսելու գյուղացի մեր բարեկամների հետ եւ հասկանում եմ, որ չի կարելի թողել անարդարության առաջ ամբողջ Հովանավանքի համայնքը եւ պետք է կանգնել անարդարությունը թույլ չտալ շարունակելու եւ նորից իսկ այն հարցերը, որ ուղղվել են կաթողիկոսին, ստացել են պատասխան, հետաքրքիր է։ Եվ կարծում եմ այն հարցերը, որոնք ուղղվել են եւ նրա կուսակրոնության հետ կապված, հենց հիմք են կարգալույց անելու նրան։ Հիմա եթե կաթողիկոսին հեռացնելու հավաք կազմակերպվի, ինչի մասին արդեն Փաշինյանը անոնսել է, դուք կմասնակցեք։ Տեսեք, հավաքը որն է, հենց Կիրակի օրը սիրո հանրաժողովականություն հավաք ենք անում։ Դե հենց այդ է։ Լինել ժողովուրդ, ես կարծում եմ, որ Կիրակի օրվա բազմամարդությունը եւ մարդկանց այնտեղ լինելը, կանգնելը Տեր Արամի կողքը, դրանից ավելի նշան որն է։ 700 հոգի հազիվ մարդ են, ասում են։ Այդ ո՞նց հաշվեցիք։ Հայտարարություններով, ասում են մոտ 700,000 մարդ։ Ես այնտեղ էի։ Ինչքանի մարդ է։ Բազմամարդ էր, հաշվարկ չեմ արել, դրանով չէի զբաղված։ 3000 մարդը բավարար է, որպեսզի գնան կաթողիկոսին հեռացնելու պահանջ կայացնեն։ Գիտեք, ամբողջ տարածքը լիքներ մարդկանցով, հաշվարկ ոչ արել են, ոչ էլ հետաքրքիր է, կարծում եմ հավաքը դրա մասին չէր, դա միտինգ չէր, որ հաշվենք, բայց մարդկանց այնտեղ լինելը, պատարակը, խորհուրդը բավական է եզրահանգումներ անելու համար։ Ձեր դիտարկմամբ դիքին նախարար, եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը, որը արդեն մի քանի ամիս է եկեղեցի իշխանություն որոշ սպասավորներ, թույլ տվեք ճշգրտել խոսքս, որոշ սպասավորներ եւ իշխանություն հակամարտությունը ինչ հանգուցալուծում կանալ, դուք խոսում եք կուսակրոնության ուխտախախտելու հիմքով Հայերենի հրաժարումի հեռացման մասին ինչ է կարծում, նա ինքնակամ կգտնա այդ քայլին, թե այսպես ասած աջակցող միջոցառումների կարիք կզգացվի։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պիտի ականջալուր լինի եւ հասկանա, որ Հայաստանի ժողովուրդը կեղծիկ եւ փարիսեցություն այլևս չի ուզում ընդունել եւ չի կարելի չլսել ժողովրդին, չի կարելի։ Ժողովրդի պահանջը հետևելու եկեղեցու կանոններին, կանոնագրքին եւ ի վերջո բացատրություն տալու ժողովուրդ, որ մենք իրավունք ունենք, չէ, որպես հոտ պահանջելու, որ մեր հոգեվոր սպասավորները հետևեն եկեղեցական կանոնագրքին, սա է հարցը։ Շատ կոնկրետ է ուղղված հարցը եւ ժողովուրդն էլ ակնկալում է պատասխան եւ պատասխան գործողություններ։ Եվ չի կարող այս վիճակը այսպես օթում կախված մնալ, անհնար է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուզում են ապրել ազնիվ փոխհարաբերությունների շրջանակում։ Եվ դրանից ելնելով էլ ժողովուրդը 2000-ական թվականներին շատ մեծ փորձություններով անցավ, բռնության ենթարկվեց, բայց մեկ քայլ հետ չկանգնեց եւ ի վերջո 2018 թվականին հասավ ոչ բռնի թավշյա հեղափոխությանը, փոխեց իշխանությանը եւ սա է կարևորը։ Եվ հասանք այնտեղ, որ եկեղեցուց բերանը փակ, քաղաքացուն բերանը փակելով, ոչ քրիստոնեաբար, ոչ ժողովրդավայել տարբերակով դուրս հանեցին Տիկին Ավանեսին։ Մենք հասանք այնտեղ, որտեղ որ այսօր ժողովրդավարությունը իրականություն է եւ դուք էլ այստեղ կանգնած հարցերը ազատորեն ուղղում եք եւ դրա որին բերանը ոչ մեկ ձեռքով չի փակում։ Չէ, դուք շնորհակալությունը ժողովրդին հայտնեք, որտեղ ժողովուրդն է 2018 թվականին հասել, որ որևէ լրագրողի բերան չի փակվում, որևէ օй, տներեք, էլի, դուք այն ժամանակ չեք աշխատել։ Ես շատ լավ եմ աշխատել։ Դե ուրեմն վստահ եմ շատ լավ գիտեք փակվում էր, որտեղ էր փակվում, ինչպես էր փակում եւ ինչպես անգամ չէր հասնում փակվելուն։ Անգամ այդպիսի փորձ չէր արվում, որպեսի կարիք լինի փակելու։ Ժորժ ջան, մենք այնպես չի էլի, որ դա 60 տարի առաջ էր։ Այո, այո։ Բայց դա կներեք այս թեմային։ Ես կարծում եմ, որ եթե անձը գիտեք ինչ, անձը հստակ պրովոկացիա էր իրականացնում, մարդկանց
հուզմունքների վրա խաղալու եւ կարծում եմ, որ Փաշինյանի ընտանիքից էր Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովուրդն իմ ընտանիքն է, Հայաստանն իմ օջախն է։ Փաշինյանի ընտանիքի հանդամի հետ այդ ինչպես վարվեցին Տիկին Ավանեսյան։ Ընդհանրապես մեր երկրում իրավակարգը վերաբերում է բոլորին, Փաշինյանի, վարչապետին, նախարարներին, բոլորին, անկախ նրանից, թե ով են նրանք եւ ցանկացած անձ, ով որ իրականացնում է պրովոկացիա, ով որ իրականացնում է այդ կարծիք են ընդհանրապես։ Դե դուք ձեր կարծիք ունեք, ես էլ այնտեղ եմ իմ ներկայացնում եմ, այն ինչ որ ես եմ զգացել եւ այն ինչին ականատես եմ եղել, դա թույլ տվեք ես էլ իմ կարծիքը արտահայտեմ։ Ժողովրդի հետ ազնիվ փոխհարաբերությունների մասին խոսեցիք, Տիկին նախարար, այդ ազնիվ փոխհարաբերությունների համատեքստում արվող քայլ չէ արդյոք օրինակ ԴՆԹ անալիզի հանձնումը ամենայն հայոց կաթողիկոսի եւ իշխդստեր կողմից անուն ազգանունով անգամ աշխատանքի վայրով նշվում է, չէ, այդ սուբյեկտը որտեղ է աշխատում եւ այլն։ Օրինակ դուք նորմալ չեք համարում, որ կաթողիկոսը նախանձախնդիր լինելով իր հեղինակության, իր պատվի հարցում այդպիսի քայլի գնա։ Ասի հավատավոր ժողովուրդ ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու եւ դուստր ունենալու մեջ, եկեք գնանք եւ ես հանձնեմ ԴՆԹ անալիզ եւ ապացուցեմ, որ չունեմ դուստր։ Դե մենք բոլորը սպասում ենք մինչև ԴՆԹ-ն գուցե հենց կոնկրետ ժխտելուն, թող կանգնեն ժխտեն առանց դեռ հլը հասնելու, որևէ ժխտում եղել է։ Վերբալ առումով ոչ։ Վերջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։